Դեռևս գոյություն չունեցող Գորիսի բազմագործառութային պետական քոլեջն արդեն մի քանի ամիս է հավաստագրված նոր տնօրեն ունի։ Նոր կրթական հաստատությունը ստեղծվել է կառավարության այս տարվա ապրիլի 17-ի որոշումով։ Միավորել են Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը։ Միավորված բազմագործառութային քոլեջը նոր շենքում է գործելու, սակայն այն դեռևս կիսակառույց է։ Հստակ սահմանված է քայլերը, որը պետք է ավարտեր հունիսին, եւ այդ ընթացքում իրենց սրտի ուզած տեխնացուն չեն գտել, Սյունիքի մարզպետը եւ Ժաննա Անդրեսյանը, իրենց սրտի ուզած տեխնացուն չեն գտել, տարել են, մի քիչ սպասել են, տարել են, հավաստագիր են շնորհել, եւ դեռևս չստեղծված բազմագործառութային քոլեջի հոկտեմբերի 6-ին բազմագործառութային քոլեջի տնօրեն են նշանակել իրենց սրտի ուզած տեխնացու Արմինե Կոլյանին։ Կրթական հաստատությունների միավորման դեպքում նախկին աշխատակիցների ներգրավումը կրթության փորձագետի կարծիքով գործընթացի կարևոր կետերից մեկը պետք է լինի։ Հայաստանում, երբ որ ինչ-որ մարդու նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, դա ազդանշան է, որ այս մարդն է մեր տեխնացուն։ Եվ եթե անգամ այլ մարդիկ փորձում են այդ մրցույթին մասնակցել, դա շատ հաճախ իմաստ չունի, որտեղ միշտ իշխանության տեխնացուները հաղթում են։ Եվ հենց այս հանգամանքն է, որ եթե կա ուսումնական հաստատություններ, որոնք ունեն տնօրեններ, ինչու ենք մենք այս մարդկանց դուրս թողնում։ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանն ասում է, իրենք չեն ընդդիմացել Գորիսի երկու քոլեջների միավորմանը։ Միայն երբ ստացել են ԿԳՄՍ նախարարի հրամանը, ըստ որի ինքն ազատվում է քոլեջի տնօրենի պաշտոնից, ազատման դիմում է գրել եւս 33 աշխատակից։ 59 հոգի են, որից մի մասը համատեղողներ են, հիվանդանոցից բժիշկներ են, մենք ունենք նաև բժշկական մասնագիտություններ, մյուս մասը, այսինքն մեծ մասը, քոլեջի մեծ մասը դիմում է գրել։ Այնտեղ կան եւ վարչական աշխատողներ, եւ դասախոսական կազմ, եւ օժանդակ աշխատողներ։ Տնօրենի ազատման պատճառները նախարարի հրամանում մի քանիսն են։ Առաջինը պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի ԺՏ կետն է, որտեղ նշված է, որ առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր, այսինքն պատճառը հստակեցված չէ։ Երկրորդը աշխատանքային օրենսգրքի 106-րդ հոդվածն է, ըստ որի ղեկավարը գույքի փչացումը կամ ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Տնօրենն այս պատճառներն անհեթեթ է համարում։ Անընդհատ ամիսներ շարունակ Ժաննա Անդրեսյանը այստեղ անընդհատ մենք նամակ ուղարկում, մենք եք ուղարկում, ամեն նամակում կա օրենքի հետ կապ չունեցող հոդվածի կետեր, մասնավորապես աշխատանքային օրենսգրքի, ուրեմն հետ կապ չունեցող կետեր եւ այլն։ Քոլեջների միավորման պատճառը Գորիսում չգիտեին, ԿԳՄՍ նախարարությունն էլ հրաժարվեց բանավոր պատասխանել հարցերին։ Պետության կողմից կրթական հաստատությունների միավորման շարունակական գործընթացի պատճառը բացատրեց կրթության փորձագետը։ Մենք երբեմն զուտ ֆինանսական պատճառներով ենք ելնում։ Կրթությունը դիտում ենք որպես բիզնես եւ մտածում ենք, որ եթե միավորում ենք, ավելի քիչ փող ենք ծախսում, հա, այդ ձևով, բայց միշտ չէ, որ կրթությունը այդպես փող խնայելով արդյունք է տալիս։ Մարզերում նման միավորումները Խաչատրյանի պնդմամբ հեռանկարային կտրվածքով դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ են առաջացնում։ Մենք այս ձևերով փակում ենք, միավորում ենք, հետո սկսում ենք բողոքել, բոլորը կենտրոնացել են Երևանում։ Ինչու են կենտրոնանում, որտեղ մարզերում աշխատանք չկա։ Հիմա այս վստահ եմ, որ այս միավորումից հետո էլ որոշ մարդիկ կարող են տեղափոխվել Երևան։ Այսօրվանից փաստորեն դադարեցվում է Գորիսի 100-ամյա քոլեջի աշխատանքը։ Տնօրեն Կարեն Լազարյանն ասում է, իրենք իրավական ճանապարհով են հարցի լուծումը ստանալու։ Իսկ մինչ կհարթվեն նախարարության եւ քոլեջի միջև խնդիրները, ուսումնական հաստատության 340 սաներն այդ ընթացքում զրկված են լինելու իրենց կրթությունը շարունակելու հնարավորությունից։